Պարոն Դանիելյան, հիմա ես եմ ձեզ բացատրում քրոնոլոգիան, ժամանակագրությունը հայերեն ասած։ Սահմանազատման գործընթացը դեռ չէր սկսվել, հայտարարվել էր, որ հեսա սկսվելու է։ Դուք ձեր շարժումը, ձեր սրբազանի հետ չէիք սկսել, ենթադրում եմ նույնիսկ չէիք էլ պլանավորում դեռ։ Ստեղ այս ազգային ժողովի դահլիճում, այդտեղ նստած, կամ այն ժամանակ կարող մի փշակ վերև եք նստում, չեմ հիշում։ Այդտեղ եք։ Ահա, շատ լավ։ Այդտեղ նստած եք, հետո քայլեցիք, եկաք ստեղ, կամ էլ տեղից էլ եք ասում եք, ուզում են ոսկեպարի եկեղեցին հանձնեն Ադրբեջանին։ Ես էլ հիշում եմ այնտեղ նստած, ասեցի, պարոն Դանիելյան, ոսկեպարի եկեղեցին 29743-ի մեջ է, ինքը միջազգայինորեն ճանաչված Հայաստանի տարածքի մեջ է, բացառվում է, որ սահմանազատման ընթացքում ոսպեկեպարի եկեղեցին հայտնվի Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո դուք սկսեցիք ձեր շարժումը, մի 1000 անգամ էլի կրկնեցիք, որ ոսկեպարի եկեղեցին տալու են Ադրբեջանին, արդյունքում եղավ սահմանազատումը, ոսկեպարի եկեղեցին չտրվեց Ադրբեջանին։ Վերջ, այս է քրոնոլոգիան, դուք ոչ մի բան չեք արել, ու ոնց որ Տիկին Խամոյանին չկա շնորհակալություն հայտնելու, ոչ թե որովհետև մենք անշնորհակալ ենք, այլ որովհետև Տիկին Խամոյանը այս դեպքում չի արել բան, որի համար պետք է շնորհակալություն հայտնել։ Այս դեպքում էլ պարոն Դանիելյան, ցավոք ձեր շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան դուք չեք կանխել։ Կրկնում եմ, ձեր շարժումից առաջ եմ ես այս դահլիճում ի պատասխան ձեր պնդմանը ասել, որ բացառվում է տենց բան։ Շնորհակալություն։